Երբեմն աշխատակիցը ներքուստ վաղուց հեռացել է ձեզանից, պարզապես դեռ բարձրաձայն չի ասել այդ մասին։ Ինչպես հասկանալ, որ ձեր աշխատակիցը ձեզ հետ չի այլևս։ Առաջին նշաններից մեկը դա նախաձեռնողականության կորուստը կարող է լինել, որ ձեր աշխատակիցը չի նախաձեռնում ոչինչ, ժողովներին նստած է անտարբեր, հարցեր չի տալիս, չի հետաքրքրվում ընդհանուր արդյունքներով, առաջարկներ չունի, եւ դա ցուցիչ կարող է լինել, որ նա մտքով ձեզ հետ չէ։ Իր վարքը կարող է լինել անտարբեր, սառը, չի շփվում թիմի հետ, ակտիվություն չկա, ուշ է գալիս, շուտ է գնում, կամ հակառակը, ոչ թե լուռ է, անտարբեր, ապատիկ, այլ հակառակը, գրգռված է, լարված է, ցանկացած փոքր բան իրան կարող է զայրացնել, հաճախ տրտնջում է, բողոքում է, քննադատություններ է անում, եւ եթե ինչ-որ սահմանի խախտում է լինում, շատ արագ արձագանքում է, որ այսինչ բանը իմ գործը չի, այսինչ բանը իմ պարտականությունների մեջ չի մտնում եւ ընդհանուր կարծես պայքարելու, հակառակվելու եւ ըմբոստանալու մթնոլորտ կարող է նկատվել։ Կարող ենք նկատել, որ նմանօրինակ աշխատակիցները հաճախ են խոսում արձակուրդներից, բյուլետեն են բացում, անդադ մտածում են ինչ հաշվարկներ անեն, ինչ պատճառներ գտնեն բացակայելու համար, դա եւս ցուցիչ է, որ աշխատակիցը մտքով հեռացել է ձեզանից։ Կարող է նկատվել, որ աշխատանքը անում է վատ, դուք ինքներդ նկատեք, որ իր ռեսուրսներից շատ քիչ է օգտվում, նվազագույն արդյունք ապահովելու համար այսպես ինչ-որ բաներ է անում, բայց այդ ցանկալի արդյունքը ստանալ, ցույց տալ, հա, որ ես այսինչ բան արեցի, այսինչ բան իմ մոտ ստացվեց, այսինչ արդյունքը մենք գրանցեցինք միասին, չկա այդ մոտիվացիան, հա, այսինքն դուք կարող եք իր աշխատանքի որակի անկում նկատել։ Եվ այս հեռացումը ոչ միայն լինում է վարքային, էմոցիոնալ դրսևորումներով, այլ իրենց մտքում կարծես նրանք պլանավորում են, կապեր են հաստատում երբեմն այլ ֆիրմաների հետ, այլ կազմակերպությունների հետ, հաճախ մտնում են այնպիսի կայքեր, որտեղ կարող են գտնել աշխատանք, ձեր աշխատանքի ներսում, աշխատակազմի ներսում իրենք կարող են խոսել այլընտրանքային առաջարկների մասին, որ այսինչ տեղը այս ձևով է արվում, այսինչ տեղը ազատ հաստիկ կա, այսինչ տեղից ինձ հրավիրում են, եւ դուք ինքներդ նկատում եք, որ իր մտքում կա այդ այլընտրանքային տարբերակների որոնումը։ Այսինքն նրանք սառում են, լուր, այսպես անտարբեր են դառնում, հեռանում են ձեզանից, հեռանում են թիմից եւ երբեմն կարող են այսպես տարբեր փորձեն սահմաններ խախտել եւ տնօրեններն էլ, քանի որ գուցե ունեն միտում, որ լավ աշխատակից է, պահենք եւ այլն, փոխզիջումների կարող են գնալ եւ այդ տարբեր թունավոր թիմի համար թունավոր փոխզիջումներին համաձայնվեն միայն աշխատակցին չկորցնեն եւ դրանով կարծես սահմանները ավելի շարունակեն տնօրենները, գործատուները լղոզել։ Ինչ է կատարվում թիմում նման դեպքերում, թիմում նրանք կորցնում են կարծես հարգալից վերաբերմունքը գործատուի նկատմամբ, որտեղ իրենք մտածում են, որ գործատուն վախի պատճառով կարծես անարդար է վարվում եւ ինչ որ մեկը կարծես իր ստեղծած այդ սանձարձակ ինքնավստահ վերաբերմունքի վարքի պատճառով արժանանում է որոշակի արտոնությունների եւ նրանք մտածում են, որ իրավիճակը արդար չի, գործատուն արդար չի պահում իրեն եւ այսպես թիմի մեջ էլ կարող է ագրեսիա կուտակվել գործատուի նկատմամբ եւ ընդհանուր թիմի մթնոլորտը այստեղ կարող է տուժել, որովհետեւ իր այդ նեգատիվիզմը տվյալ աշխատակցի, որ անդադ քննադատում է, գտնում է ինչ-որ անընդհատ մանրուքներ, որից բողոքում է, տրտնջում է, ստեղծում է անտարբերության մթնոլորտ, կոնֆլիկտներ եւ այլն, ընդհանուր մթնոլորտի մեջ դա բավականին ազդեցիկ եւ տոքսիկ հետևանքներ է ունենում։ Գողիմա խոսքս ուզում եմ ուղղել գործատուներին, թե ինչու են նրանք հաճախ փորձում պահել նման աշխատակիցներին, որովհետև հաճախ գուցե մտքում կան հարցադրումներ, որ իսկ ինչ կլինի, եթե ինքը գնա, արդյոք ես կկարողանամ գտնել նման օրինակ լավ աշխատող, արդյոք կլինի մեկը, ով իր նման որակ կառաջարկի, բա որ չգտնեմ, բա որ չստացվի, բա որ գործս տուժի, եւ այս մտքում պտտվող հարցադրումները երբեմն տանում են նրան, որ գործատուն իսկապես վախից ելնելով, իր անորոշությունից ելնելով փորձում է ամեն կերպ գնալ փոխզիջման եւ պահել նման աշխատակցին։ Երբեմն դուք կարող եք ձեզ հարց տալ, երբ որ ես մտածում եմ այս աշխատակցի մասին, ինչ է ինձ հետ տեղի ունենում, արդյոք ես իմ ներսում ստրես եմ զգում, երբ որ մտածում եմ իր գնալու մասին, թե օրինակ ավելի թեթևանում եմ,
որտեղ դու կարող ես գաք մենակ այն միտքը, որ ինքը ուզում է գնա, դա ձեզ կարող է ավելի թեթևություն եւ հանգստության զգացում տա, քան ստրես, բայց երբեմն էլ կարող է զգաք, որ մենակ այն միտքը, որ ինքը կարա գնա, ձեզ վախի, ստրեսի մեջ է դնում եւ դուք դրանից արդեն կարող եք հասկանալ, որ այդ վախը կարող է ձեզ առաջնորդել, որ դուք փորձեք իրեն պահել, ոչ թե ձեր արժեքներից ելնելով, ոչ թե ինքը ձեզ պետք է որպես աշխատակից, որ իսկապես այն որակը, որ ինքը կարող է ապահովել դժվար, թե դուք կարողանաք ինչ-որտեղ գտնել, իհարկե դա միֆ է, մենք բոլորս գիտենք, որ անփոխարինելի մեկը չկա, բայց ինչևէ, գործատուն կարող է այսպիսի մտքում պրոցեսներ ունենա, որի պատճառով պահի աշխատակցի։ Եվ ինչ անել նման դեպքերում, կարող եք ունենալ բաց եւ անկեղծ զրույց, կարող եք ասել, որ ես նկատում եմ որոշակի փոփոխություններ եւ ինձ համար կարեւոր է հասկանալ ինչն է քեզ խանգարում, եթե օրինակ դու շատ հոգնած ես, մենք կարող ենք քննարկել հանգստի տարբերակը, որտեղ իսկապես կարող է աշխատակիցը հուզականորեն սպառված եւ այրված լինել, այսինքն ինչու ոչ քննարկել դադարի տարբերակը կամ կարող եք քննարկել աշխատակցի հետ ոլորտի փոփոխության տարբերակը, եթե հաստիքը այնպեսին է, որ կա այլ ընտրանքային ինչ-որ տարբերակ, ինչու ոչ կարող եք օրինակ խոսել, թե այս նույն թիմում այլ որ ոլորտում դուք քեզ կցանկանայիր տեսնել, էլ ինչ կուզենայիր անել, կա մեր թիմում ինչ-որ նոր բան, որ դրա մեջ դուք ես կարող ես տեսնել, այսինքն կարող եք այս տարբերակը առաջարկել, կարող եք փորձել հասկանալ, օրինակ կան ինչ-որ խոչընդոտներ, որի հետևանքով անձը եկել է այդ հոգեվիճակին, գուցե ինքը իրեն բավարար գնահատված չի զգացել, եղել են անարդար վերաբերմունք, անարդար աշխատանքի բաշխում, որից հետո իր մեջ կարծես այսպիսի ապաթիա է առաջ եկել, զայրույթ է առաջ եկել եւ ինքը ցանկանում է հեռանալ, ինչ որտեղ գուցե գիտակցված կամ չգիտակցված փորձելով ձեզ պատժել, կարող եք այդ հարցը տալ, որ գուցե մենք ենք ինչ-որ բան սխալ արել, որից, չգիտեմ, կուտակել ենք ձեր զայրույթը, արժանացել ենք ձեր, չգիտեմ, նման օրինակ վերաբերմունքին, կարող եք երբեմն նաև ինքներդ ձեր մեջ մտածել, հա, որ օրինակ, եթե այս աշխատակիցը հեռանա, կամ մեկը, ում հետ ես կցանկանամ զրոյից սկսել, որովհետև երբեմն գործատուները զգում են այս մտքում կատարվող շրջափուլերը, շրջապտույտը, հարցադրումները, վախերը, նաև այն պատճառով, որ տվյալ աշխատակցի վրա նրանք այնքան ռեսուրս են ծախսել, որ նրա հեռանալը կորուստ է դիտարկվում։ Եվ դա դիտարկվում է ռեսուրսի կորուստ, հա, որ ես ինչ-որ անձի վրա դրել եմ, ներդրում եմ, արել ժամանակ եմ ծախսել, սա եմ արել, նա եմ արել, եւ հիմա նա ցանկանում եմ հեռանալ, այսինքն երբեմն գործատուն կարող է մտածել, որ իր հեռանալու հետ կապված ինչն է ինձ համար ավելի ցավալի, ինչն է ինձ համար ավելի դժվար տանելի, գուցե հենց այս կորուստի զգացումն է եւ գուցե նորից, հա, ինչ անելու մեջ, եթե խոսենք, գործատուն փորձի ինքը իր հետ իր ներսում այս հարցերը լուծել, որովհետեւ իսկապես նորից կգամ այդ մտքին, որ լինում են դեպքեր, որ նմանօրինակ աշխատակիցներին պետք է բաց թողել, պետք է գիտակցել, որ գուցե իրենք իսկապես իրենց սպառել են այս թիմում, այս կոլեկտիվում եւ նրանց այստեղ լինելը հուզական մթնոլորտում, այդ հուզազգացմունքային մթնոլորտի վրա շատ ավելի մեծ վնասներ կարող է բերել եւ նաեւ նորից գործատուն կարող է իրեն հարց տալ, որ օրինակ նման աշխատակցի ներկայությունը այս թիմում օրինակ 6 ամիս հետո ինչի կարող է բերել, որովհետև նման մթնոլորտի պատճառով գուցե բացի իրենից այլ եւ այլ աշխատակիցներ ցանկանան հեռանալ այստեղից։ Դուք թեկուզ որպես գործատու գուցե որոշակի կուրորեն փոխզիջումների եք գնում իրեն պահելու համար, որը ինչպես արդեն ասացի, զայրույթ է կուտակում մյուս թիմի մոտ, կամ ուղղակի իր այդ հոռետեսական, ագրեսիվ ինչ-որ վարքն է բերում որոշակի մթնոլորտ թիմում, հա, մտածեք, եթե ինքը մնա, ինչ կարող է լինել ամիսներ անց, որովհետև լավ աշխատողները երբեմն իսկապես կարող են հեռանալ ձեզանից ոչ թե ցածր աշխատավարձի պատճառով, այլ վատ վերաբերմունքի պատճառով, հետևաբար այդ թիմում առկա մթնոլորտի վրա ամենաշատ ռեսուրսը պետք է դնել, ամենաշատ ներդրումը պետք է անել, դա պետք է ուշադրության արժանացնել, որովհետև նորից եմ կրկնում, շատերը կհեռանան այդ պատճառով, բայց լավ մթնոլորտի ու ցածր աշխատավարձի պարագայում չեն հեռանա։ Այսպես, այսինքն, եթե փորձենք ամփոփել, գիտակից եկեք լինենք, սիրելի գործատուներ, փորձենք ճանաչել, որոնք են այն աշխատակիցները, որոնք իրենց վարքով ցույց են տալիս, որ մտքով իրենք այստեղ չեն, իրենք իրենց մտքում ավարտել են այստեղ իրենց գործառույթը, իրենք մտքով այլ տեղում են ռեալիզացվում, այլ տեղում են տեսնում իրենց վաղվա օրը։ Տեսնենք, ճանաչենք նմանօրինակ ազդանշանները, կարմիր դրոշակները եւ ինքներս հասկանանք ինչպես ենք ցանկանում վարվել եւ այն ինչ որ անում ենք ինչու ենք անում, եթե փորձում ենք պահել
ինչու ենք փորձում պահել։ Եթե հեշտությամբ պատրաստենք, որ ինքը հեռանա, ինչու ենք պատրաստ այդքան հեշտությամբ հեռանալ։ Եթե հստակ տեսնում ենք այս բոլոր ազդանշանները, բայց աչք ենք փակում, ինչու ենք փորձում անտեսել եւ աչք փակել։ Մի խոսքով մտածում ենք այս հարցերի շուրջ եւ եթե կլինեն անձիկ, ովքեր նմանօրինակ դժվար փուլում են իրենց կոլեկտիվում եւ այս դժվար որոշման մեջ մեր աջակցության կարիքը կունենան, որ մենք միասին կազմենք, չգիտեմ, հարցեր, որով դուրս կբերենք ձեր իրական մոտիվները, դուրս կբերենք ձեր իրական վախերը, դուրս կբերենք ձեր կորուստի զգացողության հետ կապված տարբեր ապրումներն ու վարքի ձևերը, կարող եք դիմել մեզ զանգահարելով 095 51 44 54 հեռախոսահամարով եւ մենք միասին ձեզ հետ կանցնենք մասնավոր ձեր ճանապարհը փորձելով օգտակար լինել ձեզ եւ ձեր թիմին։ Շնորհակալություն, ցտեսություն։